Այսօր հնազանդության մասին։ Պատգամի վերնագիրը կլինի հնազանդության օրհնությունը։ Ինքը շատ հրաշալի է։ Ամեն բոլորս էլ մեկս մի քիչ շատ, մեկս մի քիչ ապրել ենք իրան հնազանդվելու օրհնությունը։ Երբ որ հնազանդվել ես, տեսել ես Աստված ոնց է օրհնում քեզ։ Ես փողի մասին չխոսացի։ Օրհնություն ասելով։ Չորեքշաբթի օրը մի փոքր պատմեցի ու Անգելինային խնդրեցի, որ ինձ հիշացնի, որ այսօր էլ պատմեմ ձեզ այդ պատմությունը ու ինքը առավոտ ինձ հիշացրեց, ես իսկապես մոռացել էի, Տեր օրհնի։ Մի հատ քահանա ննջում եւ գնում է այն որտեղ որ գնում է այդտեղ։ Դռան մոտ մի հավանաբար դռան մոտ կամ ինչպես ընդունված է ասել դրախտի դարպասների մոտ մեկը իրան հարցնում ասում է դու Հիսուսին ճանաչում ես ասում է այո իհարկե ասում է արի կանգնի այս կողմը մի հատ նույն ժամանակի մեջ մի հատ հովիվ է մահանում ննջում գնում է երկինք տեղ դարպասի մոտ մեկը իրան ասում է դու Հիսուսին ճանաչում ես ասում է այո իհարկե ասում է դու էլ ստեղ կանգնի հետո մի հատ ծառայող նույն պատ հետո մի հատ վերջը տարբեր մարդիկ նույն ձևի բոլորին ասում է այս կողմ կանգնեք հետո մի հատ տատի է մահանում շատ մեծ տարիքով տատի միգուցե աննշան միգուցե չերևացող բայց այն մարդիկ ովքեր չեն ուզում Երևան չեն քաջալերում իրանց սրանով ու քրվակի իր ծառայության մեջ է եղել աղոթել է բոլորի համար ինքն էլ է ննջում գնում Ասում է նույն դարպասի մոտ նույն անձը իրան հարցնում է, ասում է դու Հիսուսին ճանաչում ես, ասում է բա ոնց Հիսուս ճան քեզի ոնց կդինի չճանաչել։ Այսինքն մարդիկ չէին ճանաչում, չգիտեին, իրանց հարցնող ով է։ Հարցնողը Հիսուսն ասում է դու Հիսուսին ճանաչում ես, ասում է այո իհարկե։ Մենակ տատին էր։ Մի հատ տատի։ Կամ դու Կամ են մեկը, որից բաղոնց Հիսուս ճան, բա քեզ չճանաչել կլինի, այդքան կարևոր է իրան ճանաչելը։ Մենք արանք իր անուն օրեկան 100 անգամ տանք, բայց իրան չճանաչենք։ Մենք արանք իր մասին ամեն տեղ խոսանք, գիրքը կարդանք, չգիտեմ ինչ անենք, բայց մենք իրան չճանաչենք։ Եվ երբ որ հարց լինի, խոսակցություն լինի, ես ու դու չիմանանք, որ դա Հիսուսն է, որ խոսած մեր հետ։ ու մենք ասում ենք այո։ Ես պատկերացնում եմ տատին ասել է բա ոնց բալաջան, բա քեզ չճանաչեմ կլինի։ Այսպես իմ ֆանտազիան է տենց աշխատում։ Լավ եմ անում։ Ամեն։ Երբ որ երկրպագում էինք Տիրոջը այսօր ստեղ, ես մի բան հիշեցի, քանի որ իմ պատգամի հետ դա համահունչ է, երևի դրա համար հիշեցի, Ջոն Բիվերն է խոսում սրա մասին, շատ կարճ 1 րոպե։ Ասում մի օր սեմինարի ժամանակ լավ ասում ներկայություն կար, սեմինար էր, մենք ծառայում ենք, երկար չեմ պատմի, շատ բան ասում, բայց այդ մի դրվագը, որը իմ պատգամին համահունչ է դրա համար։ Ասում ես sense վայելում եմ եւ այլն, ասում Սուրբ Հոգին ինձ ասեց դու գիտես ինչ է երկրպագությունը։ Ասում երբ որ ինքն է հարցնում Հավանաբար ուրեմն ես չգիտեմ, ասում նա չի հարցնում տեղեկանալու համար, եթե ինքը ասում ուրեմն ես չգիտեմ, ասում որ շատ անկեղծ ասեմ, ասում իմ համար երկրպագությունը ավելի շատ դանդաղ երկերն էր, պառաբանությունը ավելի ակտիվ երկեր է, դա էր ասում իմ, այդպես զարմանալի է, չէ որ Ջոն Բիվերն է դա ասում, ասում ես ասեցի չէ չգիտեմ, եթե դու հարցնում ես, ուրեմն ես չգիտեմ։ Ու ասում կարճ եմ ասում, ասում ինձ ասեց երկրպագությունը, դա հնազանդություն է, իմ խոսքին։ Ինչքան պարզ է, չէ։ Երկրպագությունը դա հնազանդություն է իմ խոսքին։ Մենք երկով կարող ենք երկրպագել Տիրոջը։ Մենք կարող ենք խոսքով երկրպագենք, մենք կարող ենք վարմունքով, վերաբերմունքով
վերմունքով երկրպագենք, բայց երկրպագությունն այն է, ինչ դու անում ես։ Ինչքան ուզում ես երգի եկեղեցում կամ քո տանը։ Եթե դու նրա խոսքին չես հնազանդվում, դու երկրպագող չես, դու երկրպագու չես։ Ու ասма ինձ հիշեցրեց, այսինքն ինձ բացատրեց ասма Սուրբ Հոգին, ասեց, որտեղ է Աստվածաշնչում առաջին անգամ գրված երկրպագություն բառը։ Ասма ես չգիտեի, ասма հետո նայեցի, վերջը Սուրբ Հոգին ասում է, որ Ծննդոց 22-ի 5-ում է գրված Աստվածաշնչում առաջին երկրպագություն բառը։ Ասма Աբրահամը, որ տարել է Իսահակին զոհաբերության, ասма, որ պետք է բարձրանային լեռը արդեն սարի վրա, ասма իր հետի ծառաներին ասեց, դուք սպասեք ստեղ, ես ու Իսահակը գնանք երկրպագենք, հետ գանք։ Ասма դուք ինչ եք կարծում, նրան գնացին այնտեղ տանդաղ երկեր երկեցին ու հետ եկան։ Որն է երկրպագությունը, որ ասել էր գնայես ինչ բան արա, իրանք հնազանդվել էին։ Աբրահամը դա այնքան էր հասկացել, ես անկեղծ ասեմ, ես ինձ հարց տվեց, ասի Տեր Աստվածը որտից էր դա հասկացել Աբրահամը։ Որտից էր հասկացել, որ Տիրոջ կամքը կատարելը, հնազանդվելը, դա երկրպագություն է Աստծուն։ Որ չասեց գնամ զոհաբերեմ, մենք կարանք իմ ասենք, չասեց, որ չիմանան ճետան Սարային խաբար տան, որտեղ գաղտնի էր կամ Իսահակը կլսեր, որ ինքը պիտի զոհաբերվեր, որտեղ այդ ժամանակ խաբար չէր Իսահակը, բայց իրական բուն թեման իմաստը Աբրահամը հասկացել էր, որ ինքը հիմա հնազանդվում Աստծուն եւ դա երկրպագություն է նրան։ Հասկանում ենք իրար։ Ու գիտես ինձ այդտեղ ինչ գրավեց։ Ասելով որտեղից գիտեր, որ իրան ինքը Իսահակի հետ հետա վերադառնալու։ Չէ՞ որ ասել էր տալը զոհաբերի, ասում են գնանք երկրպագենք գանք։ Ինչպիսի ճանաչողություն, ինչպիսի հավատ։ Եվ հենց այդ պատճառով էլ ուզում եմ սկսել Եբրայեցիս 11:8-ից Բելենջանքցի։ Ինչ հրաշալի խոսք այնց գրավել ասա շատ։ Ասում է հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեց, հնազանդ եղավ։ Դուք տեսնում եք, հնազանդությունը անմիջապես կապված հավատքի հետ։ Հավատը, որը ծնում է հնազանդություն։ Ասում է հավատքով կա, դուք մի նայեք, որ հայերենում գրած է հավատքով կանչված։ Եթե դուք քերականությունից լավ եք, կարող է շարադրվածքի մեջ հասկանաք, որ Աստված հավատքով կանչեց Աբրահամին։ Ասում է Աբրահամը, երբ որ կանչվեց, հավատքով վերաբերվել խոսքը վերաբերվում է Աբրահամի ընդունելուն, կանչին արձագանքելուն եւ դուրս գալուն, այսինքն հնազանդվելուն։ Մի պահ պատկերացրեք, այսօր երկնքից մի հատ ձայն է գալիս, իմ ու քո համար, ամեն մեկը ձեր վրա պատկերացրեք սիրելիներ, ու ձեզ ասում է, ինչ ունես չունես, ստե քո տունը, թող, ես քեզ տանում եմ ուրիշ տեղ, որ քեզ օժնեմ։ Մի պատասխանի, բայց մի հատ նայի, այս 70 հոգուց ես, քանի հոգին միանգամից այոյով կարձագանքել ու կասեր հելանք։ Սա է հնազանդությունը, բայց հնազանդություն չկա, եթե հավատ չկա։ Ասում է, որ կանչվավ, գիտեք ասածս ինչ է։ Ես խնդրել եմ Աստծուն, ասում եմ Տեր, օգնիր ինձ, իմ կանչի մեջ հնազանդ լինեմ մինչև վերջ։ Դու որ ինձ կանչել ես, եկեղեցու համարել եմ խնդրում, ասես եկեղեցուն, որ կանչել ես լիքը նպատակների համար, ամբողջ եկեղեցու, ձեզ, ասում եմ օգնիր, որ հնազանդ լինենք, հավատանք քո կանչին եւ հնազանդությունը որպես գործողություն դուրս գանք ու ասենք, ես հնազանդվում եմ քո կանչին։ Ասում եմ չգիտեր ուր դի դա, երբ որ բացատրում է հետո, ասում եմ չգիտեր ուր է գնալու, ինչ է լինելու։ Մի օր մտավ բազարի մեջ Աստծո հետ։ Ես պատմությունը պատմեմ, դուք պատկերացրեք, դուք ինչ կասեիք այդ իրադրության մեջ սիրելիներ։ Ասում եմ քեզ տանում եմ օժնեմ։ Ես ծննդոց եմ վերադարձել, բայց չկա համար ուղղակի։ Ծննդոց 15-ից եմ խոսում հիմա։ Ասում եմ, ես քեզ տանում եմ օժնեմ։
ասում է ինչ պետք է ինձ օրհնես։ Միայն դուք իրադրությունը պատկերացրեք։ Հիմա օրինակ Աստված քեզ ասում է ես քեզ ուզում եմ օրհնեմ։ Տանում եմ քեզ օրհնեմ, դու նայում ես քո խնդիրներին, ասում ես դու ո՞նց պետք է ինձ օրհնես, հələ տեսես սրանից էրան, վատ, էլ ինչ կա։ Տուն չունեմ, տեղ չունեմ, կնիկ չունեմ, երեխա չունեմ, մարդ չունեմ, ավտո չունեմ, աշխատանք չունեմ, փող չունեմ, հաց չունեմ, շոր չունեմ, լիքը բաներ չունեմ։ Ինչ օրհնելու մասին ես խոսում ու ուզում եք խոսակցությունը մեղմացնենք։ Իբր, ասում եք Աբրահամն ասեց ինձ երեխա էլ չտվիր։ Ինչ օրհնելու մասին է խոսքը, հասկանում եք իրադրությունը։ Լավ, այս ընդոցին է, որ Հագարն էր ծնել Իսմայելի։ Ասում էր լավ, թող այս ընդոցին էր լինի իմ ժառանգը։ Աստված ասեց չէ, քո մեջքից հելածը, քո երանքից հելած Աստված ասեց Աբրահամին, դա է լինելու։ Քո օրհնությունը, քո ժառանգը։ Ասում է Աբրահամը հավատաց։ Եվ այդ հավատ իրան արդարություն համարեց։ Հավատաց կանչվելուն դուրսային, հավատաց, որ իրա սերունդը ոչ թե ընդոցին, այլ իրա ազատի սերունդն է ժառանգելու, ճիշտ կնոջից ծնված երեխան է ժառանգելու։ Մտել էր խոտ, ոչինչ, դե լավ, գիտեք դա իմ համար ինչ է։ Լավ, համաձայն եմ, որ ինձ ուզում ես օրհնես, համաձայն եմ, թող այս մի քանի բաներ իմ կյանքի մեջ սխալ մնա, ոչինչ, համաձայն եմ։ Սա մեր մտածելակերպն է։ Ոչինչ, հիմա այս հարցի մեջ է, թող այս մի բաններ վատ մնա իմ կյանքի մեջ, ոչինչ։ Ոչինչ, թող հիմա այս թեմաները իմ համար սենց լինի, հիմա ես էլ սենց եմ, ոչինչ, Աստված համաձայն չի։ Աստված ասում է չէ։ Այն ինչի հետ որ դու համաձայն ես վատ մնալու, ես դրա հետ համաձայն չեմ։ Կարող է 100 բանի մեջ օրհնված ես, 5 բանի մեջ չէ, ու համակերպվել ես դրա հետ, Աստված ասում է չէ։ Դրանք լուծվելու է այդ հարցերը։ Ես քեզ 100% եմ օրհնելու։ Ես քեզ 100-ից 100 եմ օրհնելու, միլիոնից միլիոն եմ օրհնելու։ Մի բեր քո խնդիրները, ինձ մի հատ երեխա էլ սկիչ տվիր։ Էլ դու ինձ ոնց ես։ Տեր Աստված, դու հասկանում ես ինչ ես ասում։ Ես հիմա տուն չունեմ։ Ես հիմա այս չունեմ, այն չունեմ, այն չունեմ, բայց դու ասում ես քեզ օրհնելու եմ։ Լավ էլի ախոր պես։ Չճանաչելու, լավ չիմանալու, սխալը զրույց բռնելու հետևանք է։ Նա ասես քեզ հասկանում եմ աստղերներ։ Ամեն։ Ասում եմ, երբ որ կանչվեց, հնազանդ եղավ գնալու այնտեղ, որտեղ որ պիտի իրա ժառանգությունը ստանար։ Անկեղծ եմ ասում, ես հավատում եմ, որ թույլ տվեք ասել ոչ մեկս։ Ոչ մեկս հիմա իր ամեն ինչը պատրաստ չի թողնելու գնալու։ Միանգամից տուն է, մի հատ բողջա ես կապում, ընկնում ես ճամփա։ Ամեն ինչ թողում ես, որտեղ ով որ կանչել է քեզ, ինքը ամեն ինչը պիտի լինի քո համար։ Եթե ինքը քո համար ամեն ինչը չի, դու չես ընկնի ճամփա իր հետևից, իր կանչած տեղը գնալու համար։ Ամեն 16 անգամ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ 17 անգամ ասում է հավատքով ես ինչ մարդիկ, բայց 16 անձի է խոսում, Աբրահամին 2 անգամ ասում։ Հավատքով Աբելը, հավատքով Ենովքը, հավատքով Նոյը, հավատքով Աբրահամը, հավատքով Իսահակը, հավատքով Հակոբը, հավատքով Սառան, հավատքով Ռախաբը, հավատքով Մովսեսը, հավատքով Գեդեոնը, հավատքով Բարակը, հավատքով Սամսոնը, հավատքով Եփթայը, հավատքով Դավիթը, հավատքով Սամուելը, էլ չեմ կարա պատմել։ Հասկանում եք, ասում է, էլ ասեմ են մարդիկ, ովքեր հավատքով ինչեր արեցին։ Ինչով արեցին։ Հավատքով։ Ինչքան հեշտ է, չէ, հավատքով։ Բայց գիտեք դրա մեջ ինչ կար։ Կատարյալ հնազանդություն
Այն բանին, ինչին իրանք հավատում են։ Եթե մեկ ասում ես ուժեղ հավատում եմ, բայց դու իր կյանքի մեջ իր հավատալիքի նկատմամբ լավ ասեմ, հնազանդություն չես տենում, ինքը խաբում է չհավատաս։ Կերկրում եմ, եթե մեկ ասում ես ուժեղ հավատում եմ, բայց իր ընթացքը այդ հավատալիքին հնազանդվելը չի, խաբում է կամ խաբված է սատանայի կողմից։ Սատանան խաբել է ինքն հավատացել է, որ դա մի օր առանց հնազանդվելու իբր իրան իրականանալու է։ Չկա այդպես բան։ Կյանքդ կպրծնի, աշխարհը կպրծնի, բայց դու չես տենա էդի, եթե դու քո հավատացածին, հավատալիքին չես հնազանդվում։ Մի հատ հարց տուր ինձ, ասա, հնարավոր է ճշմարտապես հավատալ եւ չհնազանդվել։ Հարցեր չէ արդեն։ Ոչ, հնարավոր չի։ Դու ես չենք հնազանդվում, որտեղ տվյալ բանի նկատմամբ ճշմարիտ հավատք չունենք, որտեղ ճշմարիտ հավատքը իր մեջ ունի հնազանդություն նրան, ինչին կամ ումը, որ դու հավատում ես։ Ամեն։ Եթե դու ունես ճշմարիտ հավատ ու խոսում ես քո տեսիլքի մասին, քո գործի մասին, քո ծառայության մասին, քո եկեղեցու մասին, քո ընթացքի, քո հետոյի մասին, ապագայի մասին խոսում ես ճշմարիտ հավատով, անհնար է, որ դու հնազանդություն չունենաս քո խոսացածի նկատմամբ։ Հասկանալի եմ ասում սիրելիներ։ Ամեն։ Խնդրում եմ քեզ, անցնում եմ մյուս համարին, բայց քեզ մի հատ խնդրանք ունեմ։ Որ այսօր վերջում աղոթենք այս համարի համար, այս համարի շուրջ։ Սրտանց աղոթես ու կասես համաձայն եմ։ Տեր, ինձ կանչել ես։ Ցույց տուր ինձ այդ կանչը նորից եւ ինձ օգնիր, խնդրում եմ, աղաչում եմ, օգնիր հնազանդ լինելու այն կանչին, որի մեջ ինձ կանչել ես։ Հնազանդվեմ դրան։ Տեսեք, անհնար էր հավատքով Աբրահամ որ կանչվեց, հնազանդ եղավ դուրս գնալու այնտեղ որտեղ հասկանում ենք իրար։ Մի հատ ասա հա։ Բարդ եմ ասում, թե պարզ եմ ասում։ Ամեն։ Հաջորդ համարել են։ Գործ 26:16-ից 20 համարներն է։ Բայց դուք սրանք գերեք, բայց իմ խոսացածը 19 համարն է ավելի շատ ելն։ Պողոս առաքյալ կանգնած է դատարանի առաջ, թագավորի առաջ պատասխան է տալիս։ Մարտի 28-ին ես էլ էի մի հատ դատարանում կանգնած պատասխան տալիս, այս մի շաբաթ առաջ։ Մի հատ անկապ հարցի համար։ Կանգնեմ դատարանում պատասխան եմ տալիս, հարցնում եմ, չեմ պատմի, բայց կանգնած, ինքը դատավոր էր, մի հատ դատախազ էր նստած, մի հատ հաստաբան, մի հատ աղջիկ գերում էր, մեկ էլ երկու հոգի ուրիշ մարդ չկար։ Մի հատ պատկերացրեք, դուք կանգնած եք թագավորի առաջ, այնտեղ կուսակալն է, Փեստոսն է, Ագրիպասն է, լիքը ժողովուրդ, ու դու իրանց պիտի պատասխանես քո հավատքի մասին։ Տեսեք, սա երրորդ դեպքն է ավետարանում, որ Պողոս առաքյալը պատմում է իր դարձի մասին։ Թե ինքը ինչպես է դարձի եկել ու ապաշխարել։ Տեսեք ինչ է ասում։ 19. Ինքը սկզբից խոսում է, որ Աստված իրան ինչի համար է կանչել, որ ինչ անի, ու այս համար ասում է, ուստի ով Ագրիպաս արքա։ Ես այդ երկնային տեսիլքին անհնազանդ չեղա։ Նորից խոսում է հնազանդության մասին ու ասում է, որ երբ որ Աստված տեսիլքով ինձ կանչեց, պատմել էր իր տեսիլքը, ես չեմ պատմում ժամանակի առումով։ Պատմել էր իր տեսիլքը, թե Աստված իրան ոնց է կանչել, որպեսզի ուղարկի հետանոցների մեջ ծառայության, ու ինքը պատմում է ու ասում է, ես անհնազանդ չեղա այդ երկնային տեսիլքին։ Այսինքն Աստված ինձ կանչեց, ես տեսիլք տեսա, խոսած իմ հետ եւ ես ուզեցի, որոշեցի, բացատրում եմ, հնազանդվել այդ տեսիլքին։ Հիմա դու քո կյանքին նայի, ես իմ կյանքին նայեմ։ Քանի հոգի կան, որ վստահ գիտեն Աստված իրանց կանչել է։
Քանի հոգի կա, որ վստահ գիտեն ինչի մեջ է կանչել։ Ես գիտեմ, որ գնալով ձեռքերը կպագասի։ Իսկ քանի հոգի կան, որ հնազանդ են այն տեսիլքին, այն կանչին, այն պայմաններին, որի մեջ Աստված իրանց կանչել է։ Տեսա՞ք։ Մենք կարող ենք ամեն օր խոսալ մեր տեսիլքի մասին, բայց հնազանդությունն այնքան պակաս է, ասում ես անհնազանդ չեղա։ Ասեց, հելի մտի քաղաք, լվացվի, ես քեզ ուղարկում եմ։ Իմ թարգմանության մեջ մի հատ լավ բառ կա գրած։ Չգիտեմ, միգուցե նախորդ խոսքի մեջ է, բայց կա, ասում է, որպեսզի քեզ Հիսուսն է տեսիլքի մեջ, Պողոսի դարձի ժամանակ, Պողոսին ասում, որպեսզի քեզ ձեռս վերցեմ։ Ձեռս առնեմ, ասում է քեզի։ Ոչ թե ձեռը առնեմ, այլ ձեռս առնեմ։ Այսինքն քեզ պատկերացրավ, վերցնեմ իմ ձեռքի մեջ։ Դուք պատկերացնում եք մեր հետ ինչա տեղի ունեցել։ Երբ որ Աստված հանդիպել է մեզ, Աստված մեզ վերցրել է իր ձեռքի մեջ։ Ու ասում է, որ քեզանով նրանց աչքերը բացեմ, խավարից դեպի լույս դարձնեմ, սատանա իշխանությունից դեպի Աստված, մեղքերի թողություն ստանան, սուրբերի հետ ժառանգություն առնել, Հիսուսին հավատալով։ Դու Աստծո ձեռքի մեջ վերցված մարդ ես։ Դու հասկանում ես ինձ ինչ եմ ասում քեզ։ Բանատ խմեմ։ Աստված քեզ վերցել է իր ձեռի մեջ։ Դու իր ձեռի մեջ ես։ Ամեն։ Ու դու պետք է, ես էլ քո հետ միասին, հնազանդ լինենք այն պայմաններին, այն ճանապարհին, այն գործոններին, որի մեջով Աստված մեզ ուզում է տանի, որպեսզի այս բաները անել տա։ Ով նայ աչքերը բանալու։ Ես ուզում եմ այսօր պատգամը սկսել, ես ողջույնով ուղղակի մոռացա, բայց հիմա կասեմ, ոչինչ։ Ողջույն հեթանոսների, անհավատների համար լույսեր։ Դու ես էդի։ Ասում եմ քեզ լույս եմ դնելու։ Գիտեք ինչն է զարմանալի։ Այս նույն բաները, որ Հիսուսը Պողոսին ասեց, քեզ դնելու եմ այս բաներն անես, Հիսուսի համար գրած է Եսայի 42-ում։ Աստված էլ Հիսուսին է ասում, Հայրը Հիսուսին է ասում, քեզ վերցում եմ դնեմ այս բաներն անալու, Եսայի 53-ում, ու Հիսուսը դա փոխանցել է Պողոսին։ Մեզ, ինձ ու քեզ, հիմա Հիսուսը ինձ ու քեզ ասում է, Արսեն, դու քո անունը դիրը տեղ։ Դու հեթանոսների, այսինքն անհավատների աչքերը բացելու համար ես։ Դու նրանց խավարից դեպի լույս բերելու համար ես։ Դու նրանց սատանայի իշխանությունից դեպի Աստված բերելու համար ես։ Որ նրանք ժառանգություն ստանան, որ ժառանգությունը, Հիսուսի ժառանգությունը, այն ժառանգությունը, որը ստացավ Հիսուսը, որ հավատան Աստծուն, այդ ինձ հավատալովն է տա, որ հավատան Հիսուսին և ստանան սրբերի հետ Հիսուսի նույն ժառանգությունը, ամեն, հավատալով, դու դրա համար ես, լույս ջան, լույս ջան, խավարի գործերը քանդողներ, սատանայի իշխանությունից մարդկանց Հիսուսի իշխանություն բերողներ, մարդկանց անհավատությունները կոտրողներ, դա դու ես, դու, քո մասին է խոսքը, քեզ վերցրել է իր ձեռքի մեջ, որ քեզանով այսքան բաները անի, արի այսօր, այսա հասկանանք ու ասենք, ես այլևս անհնազանդ չեմ այս երկնային տեսիլքի։ Այս ինչ հրաշալի ատեր, այնքան ճարպիկ էր Պողոսը։ Գլուխը մի միլիարդի վրան աշխատում էր, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Դուք պատկերացրեք երկու թագավոր նստած են, Ագրիպասը ավելի բարձր էր, մի քիչ Փեստոսից պաշտոնով։ Ու հարց են տալիս։ Փեստոսը հարց է տալիս Պողոսին։ Ասում է Պողոս, շատ կարդացած լինելը քեզի խելագարեցնում է։ Նա գիտի, որ Պողոսը ճիշտ է ասում, գիտեք։ Ուղղակի ուզում եմ մեղմացված խոսես, նայել եմ սաղ պատմությունը։ Ուզում եմ մեղմացված խոսալ, որ չվիրավորի, այսպես որ շատ կարդացած լինելը քեզի Փեստոսն է հարցը տալիս։ Բայց քանի որ Պողոսը գիտեր Ագրիպասը
հրեայա և ծանոթ հա գիտի այդ ամեն ինչը, ինքը միանգամից ավելի մեծի հետ է խոսում դատավարության ժամանակ։ Հասկացան ինչ եմ ասում, ասում մարգարեներին հավատում ես, չէ Ագրիպաս արքա։ Որ Ագրիպասն ասի հա, Փեստոսը լռի, որտեղ մեծն ասում է հավատում եմ։ Հասկացան ինչ եմ ասում։ Բայց Ագրիպասը ֆրցնում է։ Չի նայ, խիա ֆրցնում պատասխանը։ Բայց լսարանի համար պարզ է դառնում, որ Պողոսը ճիշտ է ասում։ Որտեղ ինքը հաուճը չի պատասխանում։ Եթե ասի հա, իրան չի դզում էդի։ Եթե ասի չէ, վախենում է, որ սուտ խոսա սուտ գրքի դեմ, մի հատ դիվանագիտական պատասխան է տալիս թագավորը։ Ասում է, քիչ ամնում ընձեռ քրիստոնյա դարձնես։ Այս պատասխանից լսարանը հասկանում է, որ Պողոսը ճիշտ է ասում։ Որտեղ չի հերքում ինքը։ Երրորդ դեմքով է պատասխանում, բայց չի հերքում։ Բայց Պողոսը այդ փոքրամարմին եղբայրը հարցնով է տալիս, ինքը ում է հարց տալիս։ Իրան Փեստոսն է հարցնում, ինքը հարցնողում Ագրիպասին, ասում է մարգարեներին հավատում, ընդե մի հատ նոր տեղ կա, հետո ասում է, չեմ հիշում, կուսակալներից որ մեկն էր, որ եկել էր, ասում է նրա կինը հրեա էր։ Եթե կինը հրեա է, դու հեթանոս, հաստատ իմացի, դու ամեն ինչ գիտես։ Չէ՞։ Ամեն ինչ գիտես։ Այնքան խոսացած կլինի իրանց մասին, իրանց տան մասին, իրանց կրոնի մասին, իրանց ցեղի, բարեկամների, սաղի մասին այնքան պատմած կլինի, դու ամեն ինչ դրա համար բռնցնում է, պահ ասում է, օրինակ, սրա կնիկը հրեայա էսի հնարավոր չի իմանա մարգարեությունների մեջ ինչա գրած ու ատից հարցալում իրան։ Մտնում եք, որ քրիստոնյաները վաբշե խեղճ չեն։ Ամեն։ Խնդրում եմ քեզ, ես անհնազանդ չեղա այդ երկնային տեսիլքի։ Ինչ է ուզում ասի սրանով, որ ինձ կանչել էր 1000 անգամ ավելի մեծ մեկը, քան որ դուք եք, որ հիմա ուզում եք չխոսամ, ինձ դատում եք։ Ես նրան անհնազանդ չեմ եղել, չեմ էլ լինելու միջև վերջ։ Միջև վերջ գնացող տղա եմ ախպեր։ Թեման փակվավ, ասում բան էին ման գալիս, որ չգիտեն ինչ անեն, ես մարդը հանցանք չունի, հասկանում եք ազատ արձակել, ինչ եմ մի խոսքով, ուզում եմ քեզ ասել, Աստված քեզ վերցրել է իր ձեռքի մեջ, եթե մեկը քեզ վերցրել է իր ձեռքի մեջ, քեզ օգտագործողն ինքն է, հասկանում ես ինձ, քանի հոգի ձեռիդ մեջ կան, թող իրանց, դու ուրիշի ձեռի մեջ ես, ու թող ինքը քեզանով անի այն ինչ որ ես ստեղ կարդացի, ամեն հնազանդություն, տեսիլ կես տեսե, երբ ես տեսե վերջի անգամ տեսիլ, ես 2 շաբաթ առաջ, որ բազմություն էր ծլում գետնից, 100 միլիոնավոր հավատացյալներ էին ծլում գետնից, տասնյակ միլիոններով բարձանում էին դանդաղ, ես կյանքում չեմ մոռանա էդի, ոչ մենք չեմ մոռա, ես խնդրում եմ Աստծուն, աղոթում եմ, որ ես դրա մասնակիցն ու ականատես լինեմ, հնազանդ եղիր դրան, շարունակիր անել են, ինչի մեջ Աստված քեզ կանչել է, միգուցե հիմա մի քիչ լավ չես անում, միգուցե մի քիչ լավ ես անում, միգուցե վատ ես անում, բայց շարունակիր անել, հասկանում ենք իրար ամեն, Գաղատացիս 3:1 քիչ հերթականությունը չի ելում, բայց կարաս տենց գցես, Գաղատացիս 3:1 շատ ուժեղ խոսք է, շատերը գիտեք ինչ ա։ Ով անմիտ գաղատացիներ, ով կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Փաստորեն Պողոս Առաքյանն ասում է, ճշմարտությանը չհնազանդվելը կարա լինի կախարդված լինելու հետևանք։ Այ քեզ բան։ Մեկ ուրիշ թարգմանությամբ ով ձեզ խաբեց, մեկ ուրիշ տեղ ով ձեզ բան արեց, հրապուրեց, մեկ ուրիշ տեղ ով ձեզ հմայեց։ Բոլորը կախարդություն իմաստ ունի, ազդող ուժ, մանիպուլյացիա և բան, օկուլտիզմ, որով ազդում են քո վրա, քո միտքը հափշտակում են։
Քո էությունը, զգացմունքները թափշտակում են, որ դու հավատաս սխալ բանի եւ չհավատաս Քրիստոսի պարզ ճշմարտությանը։ Ուզում եմ քեզ հարց տամ։ Պատկերացրեք միտեղ, ես անուններ չեմ տա, բայց դուք պատկերացրեք։ Պատկերացրեք միտեղ հավաքված ենք զրույց ակնում։ Մենք ասում եմ, մենք հովիվ չենք ընդունում, մեր հովիվը Հիսուսն է։ Լսար։ Հիսուսն է մեր հովիվը։ Մենք ասում եմ, որ դուք հավաքվում եք իրար հետ, ձեր խմբով չգիտեմ։ Ով է անում, ով է խոսում պաշտամունքը։ Մենք ասում եմ ես։ Ասում եմ, բա դու իրանց ինչն ես, ինչ իրավունքով ես խոսում։ Հասկացաք ինչ եմ ասում։ Մարդը ինչքան կարա կախարդված լինի, որ այդ պարզ տրամաբանությունը չհասկանա։ Արմենին ասում է, հովիվը սխալ է, հովիվ պետք չի որ լինի, մեր հովիվը Հիսուսն է, բայց ինքը այնտեղ խորություն անում։ Դե վերջի պատասխանը էսա, դե մեկը պետք է անի, թե չէ։ Ծիծաղալու է, չէ։ Ասեմ, ով է կախարդը, դուք տենում եք, ոչ չեն գնացել թուղթուկ իր արողի մոտ, տատիս ասելով կարե կապե, ես իմ ինչ արե, որ այդ մարդը չէ, խոսքերով խաբել են, ազդել են, հավատացրել են, լիքը սխալ վատ բաներ ճշմարտությունից պոկել են այդ անձնավորություններին և իրանք հնազանդվում են սխալին, մեղքին, մոլորությանը, ոչ թե ճշմարտությանը, պարզ գրած է, ով մեկ տնից չեմ բեր, ով բապկեն չի գրել տվեր հերս, սուրբ գրքում գրած է, ով ձեզ կախարդեց, որ դուք ճշմարտությանը չհնազանդվեք, կամ ով ձեզ հմայեց, որը նույնպես կախարդություն է, փաստորեն մարդուն, որ անենց անեն, որ մարդը չհավատա ճշմարտությանը, այս մարդը կախարդված է։ Հիմա եկեք նայենք, ում կողմից է կախարդված։ Եթե այդ մարդուն ասես դու կախարդված ես, կարող է կռիվ լինի, չայնիկ մայնիկ շպրտի, բաժակ շպրտի, կռիվ անի, չէ՞։ Բայց Սուրբ Գիրքն ասում է դու կախարդված ես։ Եթե դու չես կարողանում խոսել պարզ ճշմարտությունը, դու կախարդված ես ինչ-որ մեկի կողմից, որը քեզ գրավելու համար, քեզ ճշմարտությունից շեղելու համար խաբել է, ազդել է, դու էլ հավատացել ես իրան։ Ես այնքան հույս ունեմ, որ մենք այսօր մեր կյանքի մեջ այս իրադրությունները գտնելու ենք, մի վախեցիր դրանից։ Խաբված, կախարդված, հմայված, ռուսերեն ասում է պրելես ես բառը, նայելը, հմայք։ Հմայք, այսքան հմայել են քեզի, չէ՞, որ ասում է ինչ հմայի չես դու, տեսել եք իրար ասեն ես ինչ հմայի չես դու, հմայակ, հմայակ բառը անունը հայերենում նշանակում է հմայելու աղբյուր, ակնը աղբյուրն է, հմայն էլ հմայքն է, այսքան ում անունը հմայակ է, իր անունը դրել են հմայելու աղբյուր, համայակի սափոկը, աշտարակի պոպոկը, դրել են հմայելու աղբյուր, բան չունեմ ասելու, հմայակների հետ խնդիր չունեմ, ուղղակի բառն եմ ուզում բացատրեմ, որ հմայում է, քեզ գերում է, քեզ անում է իրանով, դու բացատրում եմ գործողությունը, դու ընկնում ես իր ազդեցության տակ, ու ինքը ինչ ասում է, քո համար բացարձակ ավտորիտետ է իր ասածը ու ինքը բացարձակ ճիշտ ասում քո համար ու դու հակված ես իր ամեն ասածներին մեկ առ մեկ հնազանդվելու անկախ նրանից ինքը սխալ ասում թե ճիշտ ասում սա է կախարդված լինելու հետևանքը գրած է սիրելիներ ուրեմն ինչ է ուզում սատանան այս պատմության մեջ մարդկանց շեղի պարզ ճշմարտությունից, Քրիստոսի ճշմարտությունից, հոգուց, ու իրանց ասի չէ, դուք սենց պիտի անեք, որ փրկվեք կամ արդար համարվեք։
Դա է սատանայի ուզածը Քրիստոսի նկարագրից, պատկերից, խաչված Քրիստոսից շեղելը մարդկանց, բերելու ուրիշ բաների վրա։ Դա է ուզում սատանան եւ Գաղատիայի եկեղեցու մեծամասնության համար հաջողվել է, ճակերտավոր եմ ասում, հաջողվել է սատանան այս գաղափարով, ներմուծելով եկեղեցի այս գաղափարը, շատերը հավատացել էին դրան, որ ճիշտ են ասում, Պողոս դու մեզ խաբել ես, Պողոս դու մեզ սխալ ես ասել, մենք մինչև հիմա ինչ սովորել ենք, սխալ ենք սովորել և ընկել էին ուրիշ ազդեցությունների տակ, ամեն, հասկանում ենք իրար, ես է ճիշտ հնազանդության համար եմ ասում, Եփեսացիս 5:6 էլ եմ, ասմա, ոչ ոք ձեզ չխաբե դատարկ խոսքերով, որովհետև այս պատճառով էլ Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Գիտեք ովքեր են դրանք։ Սրանք այն մարդիկ չեն, ովքեր հավատքի մեջ են ու մեկ-մեկ մեղք են գործում կամ սխալվում են։ Սրանք այն մարդիկ են, ովքեր հավատացյալ են։ Շատ է լսիր։ Եվ իրանց կյանքը շարունակաբար ապրում են, ընթացքը ապրում են անհնազանդության մեջ, Աստծուն անհնազանդության մեջ, և ասма անհնազանդությունը պատճառ է, մի հատ ասայի մետ, անհնազանդությունը պատճառ է, որ Աստծո բարկությունը գա։ Դեմա ինչ ուզում ես ասա, ասա ես ազատ եմ, ես Քրիստոսով փրկված եմ, ես էլ ասում եմ դրան ամեն, ինչ ուզեմ կանեմ, բարկություն չկա, ես դրան կասեմ չամեմ։ Ասում այդ անհնազանդության պատճառով, պատճառը բարկություն է գալիս մարդու կյանքի վրա։ Ում բարկությունը? Աստծո բարկությունը։ Այո, Աստծո բարկությունը։ Հետո կարող է գա մեկ ուրիշի բարկությունը։ Հետո կարող է գա քո ավագի բարկությունը, հետո կարող է գա քո ամուսնու բարկությունը, հետո կարող է գա կնոջդ բարկությունը, հետո կարող է գա երեխեքիդ բարկությունը, զոքանչիդ բարկությունը, կիսուրիդ բարկությունը, տարբեր բարկություններ կարող է գալ մարդու կյանքի վրա, եկեք մի քիչ առողջ նայենք, ձեր տան մեջ, որ դուք շարունակեք ձեր տան դրվածքին ու կանոններին կամ պարզ ճշմարտություններին, հələ հոգևոր չէ, անհնազանդությամբ ապրել, հաստատ ձեր տնից մեկը քո վրա կջղայնանա։ Չէ՞։ Խեն ջղայնանում։ Որտեղ դու անհնազանդություն ես, այսքան այն ինչ որ դրված կա, դու էդ ինչ ես ու մտեց անես, դու ուզում ես քոնը հաստատես։ Ես իմն եմ ուզում ասեմ, ես սա եմ ասում, ես սենց, եսի սենց պտի լինի, եսի սենց։ Եվ այդ պատճառով գալիս է ժողովուրդ հնազանդության մեջ այնքան սիրուն օրհնություն կա, այնքան առատ ու լիքը օրհնություն կա, երբ որ մարդը հնազանդվում է Աստծո դրածին, Աստծո ասածին ու Աստծո խոսքին, դրա համար վերնագիրը դրել եմ հնազանդության օրհնությունը։ Ամեն։ Հիմա երկու տեղից էլ ցույց կտամ, որ շատ տեղ կա, բայց ես երկուսն եմ ընտրել ասելու, որ Սուրբ Գիրքը չի ասում մենակ Աստծուն հնազանդվիր։ Ասում նաև իրարու էլ հնազանդվեք և դետո կնայեք։ Եփեսացիս 5:21 եմ։ Իրար հնազանդ եղեք Աստծո վախովը։ Անանց ուժեղ խոսք է այսին։ Արմեն ջան, ես Աստծո վախ ունեմ ուժեղ, Աստծուց վախենում եմ ուժեղ, բայց քո ասածին կյանքում չեմ հնազանդվի։ Ալնումա? Աստծուն այնքան շատ եմ սիրում, Աստծուց ընեց վախ ունեմ, Աստծո համար ամեն ինչ կանեմ, բայց եկեղեցում ինչ ասում են կյանքում չեմ անի։ Ասմա իրար հնազանդ, իրար, մի հատ նայեք իրար, մի հատ նայեք իրար, նայեք իրար մի հատ, ասմա իրարու հնազանդ եղեք Աստծո վախով, այսինքն դու պետք է
Աստծովախ ունենաս, որ կարենաս կողքիդ նստածին հնազանդվես։ Եթե չունենաս, չես հնազանդվելու։ Դու չես կարող ասես, ես Աստծովախ ունեմ, Աստծուց երկյուղ ունեմ, սիրում եմ Տիրոջը, բայց քո կողքի նստողին կամ մարդու ասածին, որ ասում է ավետարանից կամ եկեղեցու դրածին, ամբողջ կյանքդ անհնազանդ լինես, ապստամբ լինես։ Հիմա Սուրբ Գիրքն ասում է, թե չի ասում։ Գիտեք հիմնականում, որ մարդիկ են, որ իրանք հնազանդ չեն լինում։ Եթե հնարավոր լիներ իրանց ուղեղները կամ սիրտը հանել, դնել ստեղ որ երևար էլի, կամ մի հատ էկրան լիներ, սենց վրեն գրվեր էդի, կգրվեր սենց։ Ինչ ես խոսում։ Ես որ էդի գիտեի։ Ես որ հասկանում եմ։ Դու ում ես եկեբան ասում։ Ես դրանք որ անում, ես դրանք որ, բայց հավատացեք երբեք չի իմացել։ Պրոստո մտքով լսել է համաձայնը, ականջով լսել է։ Երբեք իրանց մեջ, ժողովուրդ, ես բավականին մարդու հոգեբանությունը արարքները ուսումնասիրած մարդ եմ։ Մարդու նմանատիպ անհնազանդության արարքների մեջ ամենախորքում եթե եթաս, ընդ ապստամբություն այսպես բազմած է իրավար։ Հասկացա՞ք։ Դուք չեք հանդիպել մարդկանց ում մոտ կա հատուկ ապստամբություն, հակառակություն, որ կյանքում չեմ անի։ Ես շաբաթը մի քանի անգամ հանդիպում եմ։ Ոմանք չհասկանալով, ոմանք հասկանալով։ Արտադիր պիտի հակառակ է։ Արտադիր պիտի հակառակ ասեմ, հետո գիտեք ինչ ասեմ, մի 2-3 տարի, 5 տարի հետո։ Նոր ասեմ, նոր հասկացավ։ Բայց գիտես այդ ընթացքում, քեզի քանի անգամ նույն բաները պատմել, որպես ինքը առաջի ձեռից հայտնություն ստացեք ու ասածները իրան։ Լսեցին ինչ եմ ասում։ Գալիս է քո ասածը պատմում է քեզի։ Ոնց որ ինքը նոր հայտնություն է ստացել թազա, թոփ թազա։ Բայց դու իրան մի տարի առաջ եթե ասում էր ինքը։ Այդ ինչ ես խոսում։ Այդ ինչ ես ասում։ Ապստամբությունը բազմերագահին, դրա համար այդ մարդը չի կարող մարդու ընդունի։ Դու գիտեք չէ, ընդունելությունը դա մեծահոգության հետևանք է։ Մեծահոգության հետևանք է։ Դուք ինչ եք կարծում։ Ես որ մեկ-մեկ գրում եմ քարոզները, մտածում եք հենց հենա չգիտեմ ինչ եք ասել, դրա համար եմ գրում։ Ինձ վարժեցնում եմ, ինձ սովորացնում եմ, ես ինքս ինձ ապացուցում եմ և Աստծու առաջ ապացուցում եմ, քո առաջ էլ ապացուցում եմ, որ ես ազատ եմ ծնկի գալու, ազատ եմ քո ամեն խոսքը գրելու, քեզ մի ժամ լսելու ու քեզանից սովորելու։ Դա քեզ եմ ապացուցում, ինձ եմ ապացուցում, Աստծուն եմ ապա և Աստված հարգում այդ տղայական քայլը։ Դա ցույց եմ տալիս, որ իմ ներսում չընդունելության խնդիր չունեմ ես անձնավորության հետ, ես այդ եմ ցույց տալի դրանով։ Ոչ թե որ դու տենաս ես գրում եմ, էր այդքան տունը սովորեմ ինչ եմ գրում։ Ես դեմ չեմ սովորելուն, բայց դու ինձ ճիշտ հասկացել ես ինչ եմ ասում քեզ։ Մարդիկ վիճում են քո հետ Աստվածաշնչից, պարզ ճշմարտությանը չեն կարող հնազանդվել, բայց որ հարցնում ասում եմ լսի, մի անգամ ավետարանը կարդացած կաս, գիտես ինչ ասում, ասում է ինչ կապ ունի էդի։ Ավետարանը ծերից ծեր, կարդացած չկա, բայց կարա վիճի 3 հատ համալսարան ավարտած, 5 հատ համալսարան ավարտած մի հատ աստվածաբանի հետ ու հետնել ասի, ինչ կապ ունի, որ չեմ կարդացել, ես կարամ քո հետ վիճեմ։ Որտից վիճես, ինչի հիման վրա վիճես, ես էլ այդպես եմ հասկանում, այ քեզի պատում ու զորեմ միջև վերջ։ Ես ուզում եմ լինել հնազանդ։ Ես ունեմ հովիվ, Աշոտ Գալստյան։ Ես իրան հնազանդ եմ։ Հասկացա՞ք։
Հասկանում ես ինչ եմ ասում։ Ես կարամ իրան ասեմ, ես այդպես չեմ հասկանում, Աշոտ եղբայր ջան։ Խոսանք իրար հետ, պարզվի։ Բայց ես իրան հնազանդ եմ, ես չեմ զոռում իրան, ես չեմ հակառակում իրան։ Իմ ներսում իրան նկատմամբ չընդունելություն, ապստամբություն չկա, իմ ներսում իրան նկատմամբ անարգանք չկա։ Ես ինչ թույլ չեմ տա իր հետևից բան խոսամ։ Կամ ասեմ, ես ինչը հասկանում եմ։ Հասկանում ես ինձ, ինչ եմ ասում։ Եվ Աստծո սրա վրա գալիս է Աստծո օշնությունը։ Հակառակի վրա գալիս է այն որ անցավ են համարը, Աստծո բարկությունը։ Հիմա ո՞րն ես ընտրում դու։ Ես ընտրում եմ օշնությունը, որը գալիս է հնազանդության միջոցով։ Այս համարը ֆիքսեք խնդրում եմ։ Ես ընտրում եմ օշնությունը, որը գալիս է հնազանդության միջոցով։ Ես դա եմ ընտրում։ Հնազանդվում եմ, ասում եմ այո, ասում եմ ամեն։ Ամեն։ Վերջացնում եմ հեսա։ Եվ վերջի համարը։ Առաջի Կորինթացից 16-15-16 Աղաչում եմ ձեզ եղբայրներ, գիտեք Ստեփանի տունը։ Ստեփան։ Մարդ էր, իր տնով ապաշխարել էր, իրաց տունը պաշտամունք էին անում, պատմություն են պատմում։ Այդ տեղի քաղաքի առաջին հավատացյալներն էին, որ աքայեցիների առաջին պտուղն է, ոնց որ ասես Շիրազդեցիքի առաջին պտուղը։ Եվ իրանց անձերը սուրբերի ծառայությանը նվիրեցին։ Ինձ սպանում այս խոսքը։ Ասում եմ իրանց անձերը նվիրեցին սուրբերին ծառայելուն։ Ովքեր են սուրբերը։ Դուք հասկանում եք սա ինչի հետևանք է։ Ասեմ ինչի հետևանք է։ Սա Աստծուն նվիրված լինելու հետևանք է։ Դու չես կարա ծառայես սուրբերին, նվիրվես սուրբերին, եթե դու Աստծուն նվիրված չես։ Եվ հաջորդ խաբկանքն եմ ասում։ Ես այնքան նվիրված եմ Աստծուն, բայց սուրբերին, եկեղեցուն never, ոչ մի ծառայություն, never երբեք։ Երբեք, քավլիցի, որ սուրբերին ծառայեմ, մարդկանց ծառայություն անեմ, բայց դու գիտես ես Աստծուն ինչքան նվիրված եմ։ Գիտես ինչքան եմ նվիրվել Տիրոջը, գիտես ինչեր եմ անում իր համար, բայց ոչ մի սուրբի չեմ ծառայի կյանքում, ոչ մի մարդու չեմ ծառայի, ոչ մեկի վրի կեղտը չեմ մաքրի, ոչ մեկի ոտերը չեմ լվա, ոչ մեկին մի կտոր հաց չեմ տա, ոչ մեկին ես չեմ անեմ, ես Աստծուն նվիրված եմ, իմ համար ապրում եմ, ախպեր, իմ հետ նորմալար գործ չունեք, լավով, վատով, յոլա ենք եթով, խապված վիճակ, կախարդված վիճակ, սատանայի ազդեցության տակ ընկած վիճակ և ամենագլխավորը, որն եմ ասելու, չորհնված վիճակ, որի վրա օրհնություն չկա, այլ կա Աստծո բարկություն, որտեղ այդտեղ կա անհնազանդություն, Ամեն, հաջորդը, ինչ է ասում, ասում Ստեփանին ու իր տանը, իր ամբողջ ընտանիքին, որ առաջի պտուղն է, որ իրանց անձերը նվիրեցին սուրբերի ծառայությանը, ասում այդպիսիներին հնազանդ եղեք։ Հիմա ում ասում ստեղ հնազանդ եղեք, Ստեփանի նման մարդկանց, ովքեր ամենին գործի և աշխատանքի ընկեր են։ Այսինքն, նրանք իրանց անձերը նվիրել են բոլորի համար գործի աշխատանքի ընկեր են, ծառայության ընկեր են, ասում այդպիսի մարդկանց հնազանդ եղեք։ Չէ, իմ հովիվը Հիսուսն է։ Չէ որ չէ, ես գիտեմ Տերը գիտի։ Իմ հետ գործ ունեք ախպեր, ես գիտեմ Տերը գիտի, իմ հովիվը Հիսուսն է։ Խաբել ենք ես։
խաբել են քեզ։ Իմ պատասխանատուն Հիսուսն է, իմ ավակը Հիսուսն է։ Ես մենակ Հիսուսին եմ հաշվետու։ Խաբել են քեզ։ Կարամ լիքը տեղեր ցույց տամ։ Դուք հավատում եք, ես բավականին գիտեմ ավետարանը։ Կարամ լիքը տեղեր ցույց տամ, բայց սա բավական է այսօր, որ դու հնազանդվես այն մարդկանց, ումը որ տենում ես, որ աշխատանքի ու գործինքերը իրանց անձերը նվիրել են ծառայությանը, Պողոսն ասում է հնազանդ եղեք այդ մարդկանց։ Ճիշտ կարդացիմ, չէ՞։ Այս ինչ բառը, մի հատ ով կարա կարդա այսի։ Մի հատ էլ ասա։ Մի հատ էլ։ Լինեք այնպիսիներին Ստեփանին ու իր տանը, ովքեր մեծ գործ են արել Աստծո համար, ասում է հնազանդվեք իրանց։ Ամեն, համաձայն ես։ Մի հատ իմ հետ ասա հնազանդության օրհնությունը։ Հնազանդվելու մեջ օրհնություն կա։ Հնազանդելու մեջ օրհնություն կա։ Հնազանդության մեջ օրհնություն կա։ Հնազանդության մեջ օծություն կա։ Հնազանդության մեջ լավ բան կա, բարիք կա։ Հնազանդության մեջ բարիք կա։ Բայց այդպես մարդիկ, ովքեր վատ են հասկանում ավետարանը եւ խոսում են այն բաները, որ ես ասում եմ այս մի ժամը, կարի 5 րոպե։ Այնքան կուրացած է, ուշադիր լսիր, որ չեն են հասկանում, որ Արսենին մերժում են, ին վրա եմ ասում, Արսենին մերժում են, չեն ուզում հնազանդվեն, բայց մեկ ուրիշտեղ մեկ ուրիշին հնազանդեն։ Արտուր Սիմոնյանը, ես էլ պատմեմ եւ հաղորդությունը կանենք։ Կյանքի խոսքի մեծ հովիվը իրանց ասում մի հատ մեկ ինձ մոտեցավ, ոնց որ կարճ պատմեմ պատմությունը, ոնց որ ասի, ոնց որ քննադատորեն բողոքելով ասես Արմեն ենք սաղոր Սևիկրային ուտում։ Մենք ուր, ինքը ուր, բայց քննադատումը ոչ թե Արմենին մեծ ատենում։ Ասում ասեցի, իսկ դուք ինչի չեք ուտում։ Ասում ասեց, մենք որտե Արմեն, մենք մեզի կարենք թույլ տանք, Սևիկրա ուտենք։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Ասում ասեցի, ասում բանի մեջ անմիջապես նայեցի հեռախոսի մեջ այդ օնլայն առևտրի, ասում Սևիկրան $48 էր։ Էն էլ Ամերիկայում $48։ Հայկոն գիտի, որ էդի ընդե փող չի։ Ամերիկայում $48։ Ասում ասեցի $48, հենց հիմա պատվիրի թող վերենք էր։ Ասում ասեց շում ենք մեզ չենք կարող, ասում ասեցի չունես, ասեց ունեմ, ավելի էլ ունեմ։ Ասում ասեց հիմա քո խնդիրը Սևիկրան է, թե այն մարդը, որ Սևիկրա է ուտում։ Խնդիրը մարդու հետ է։ Գիտեք ինչի մասին է խոսքը, այսինքն լիքը բաներ կա, որ ես ուտում եմ։ Դու չես ուտում, դա քո մտածելակերպի հետևանքն է, ոչ թե դու չես կարող, ասենք ամիսը 3 կիլո բիզ առնել։ Խնդիրը մարդու հետ է, դու էլ կարաս այնքան կուրացած ես, դու էլ կարաս էդի անես, ուղղակի չես անում, որտեղ դու այդ մարդու հետ խնդիր, մի հատ տեղ ես թողել, որ իրան անդադ քննադատես, լավ է անում ուտում է, Տերը օրհնել է ուտում է, հնազանդվել է Տիրոջը Տերը իրան օրհնել է ուտում է, այդ մտածելակերպով ամբողջ կյանքում ուտես, բայց եթե մտածելակերպը փոխես, մեկ-մեկ տավարի միս կարնես, մեկ-մեկ խոզի միս կարնես, հասկանում ենք իրար, ես չեմ սիրում Սևիկրա, ձերի էլ տակ չեմ ուտի, նվիրեք էլ չեմ ուտի, չեմ սիրում, բայց հարցը էդի չի, եթե ուզում եք կարամ ձեզ առնեմ նվիրեմ Սևիկրա, հասկանում ենք իրար ինչի մասին է խոսքը, ուրեմն, ինչի ես սա պատմեցի սիրելիներ, որ այն որ Արսենին չի ուզում հնազանդվի, ըստ ես համարվելի, բայց միտեղ ուրիշին հնազանդվում է, հարցը ավետարանի մեջ չի, որ յանեթե իմ հովիվը Հիսուսն է, հարցը հնազանդության հետ չի, հարցը Արսենի հետ է, որտեղ եթե դու ստեջ ես ինչ-որ միտեղ ես, դու ինչ-որ մեկ են հնազանդվում ես, ամեն, պարզ ճշմարտություն, որ մարդը կարա կուրացած լինի ու չտենա սիրելիներ, ու մենք գիտենք Աստված ոնց օրհնեց Աբրահամին։ Ամեն։ Գիտեք կարող ասեք, բայց դաժան էր։ Ասա ինչ է։ Ինքը չհասավ է դա, ինչ տեսավ էդի։ Ինչ վերջնական խոսացել էր իր համար, այն երկիրը, որ քո
Աբրահամն էլ գիտեր, որ ինքը դա չի տենալու, բայց արեց հանուն իր սերունդի, ու իր սերունդը տեսավ էդի։ Մտան Քանանի երկիր, կաթում է գրբխող երկիր։ Ամեն, դու պատրաստ ես հանվեսի ուրիշ պատգամ է գալիս, բայց չեմ կարող զետել։ Դու պատրաստ ես հանուն քո սերունդի վճարել այսօր, որ քո թորները, ծորների ծորները ապրեն օրհնված ապահով Աստծո կամքի մեջ։ Այսօր պետք է վճարես էդի։ Ոնց է վճարելը։ Հնազանդվում եմ, գալիս եմ Տեր, այո, ների, ողջ ենք ապի, եթում ենք։ Ինչ վերցեմ մեր պատ մանր մուներ, մայկա և այլն, մեր պատ ճամպի համար հաց մանիր սով, վերց եթում ենք կանաչը։ Սա էր Աստծո կանչը Աբրահամի համար։ Ամեն։